Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր եռման ջրով պատրաստում ենք շատ համեղ տարբերվող սպաս կամ թանապուր։ Այս տարբերակով թանապուրը երբեք չի կտրվում և խառնելու անհրաժեշտություն էլ չկա, ստացվում է շատ համեղ և հագեցնող, և ամենակարևորը ապուրի մեջ զգացվում է մեր տատիկների ձեռքի համը, քանի որ պատրաստում ենք ցորենով։ Ցորենով թանապուր պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 300 գրամ ցորեն, որը նախապես լավ լվանում ենք և թրջում ենք սառը ջրով և թողնում ենք ամբողջ գիշեր։ Առավոտյան թափում ենք տարայի մեջ մնացած ջուրը և կրկին լվանում ենք ցորենը, լցնում ենք համապատասխան կաթսայի մեջ, վրան լցնում ենք սառը ջուր և եփում ենք։ Կախված ցորենի տեսակից կարող է եփել 30-ից 40 րոպեի ընթացքում։ Եթե ցորենը նախապես չթրջենք, ստիպված կլինենք շատ ավելի երկար եփել։ Պետք է եփել այնքան, մինչև ցորենի հատիկները բացվեն։ Արդեն իսկ լավ եփած ցորենի վրա լցնում ենք 2 ճաշի գթալ ալյուր և 2 ձու և մի լավ խառնում ենք։ Առանձին տարայի մեջ խառնում ենք 1,5 լիտր մածուն և 2 լիք ճաշի գթալ թթվասեր, մինչև կաթնային զանգվածը դառնա միատարր և ավելացնում ենք կաթսայի մեջ։ Բարեկամների ալիքում կգտնեք նաև դանդուրով, իջլի քյութայով, բրնձով, ծավարով պատրաստվող թանապուրի բաղադրատոմսեր։ Շուտով միասին կպատրաստենք նաև ոսպով թանապուր։ Այո, չզարմանաք, հայկական խոհանոցում կա նաև ոսպով թանապուրի հրաշալի բաղադրատոմս։ Որպեսզի ստիպված չլինենք երկար կանգնել գազօջախի մոտ և անընդհատ խառնել թանապուրը, որ չկտրվի, ավելացնում ենք 1,5 լիտր եռման ջուր։ Այս մեկ պարզ գործողությունը կրկնակի անգամ կրճատում է պատրաստման ժամանակը և հեշտացնում է մեր գործը։ Կաթսան դնում ենք ցածր կրակի վրա և թողնում ենք, որ թանապուրը եփի մոտ 10 րոպե։ Հիշեցնեմ, որ ընթացքում խառնելու անհրաժեշտություն չկա։ Բարեկամներ, եթե թանապուրը սոխով եք սիրում, այս փուլում կարող եք ավելացնել 1 կամ 2 ամբողջական գլուխ սոխ։ Որպեսզի վստահ լինեք, որ թանապուրը եփելու ընթացքում չի բարձրանա և թափվի, կաթսայի վրա փայտե գդալ դրեք։ Մինչ թանապուրը եփում է, մարանցնում ենք 1 կապ համեմ։ Համեմի փոխարեն կարող եք ավելացնել չոր նանաս, սամիտ, ազատքեղ կամ բազուկի ճավ։ Ավելացրեք այն կանաչիները, որոնք ձեր քիմքին ավելի համապատասխան են։ Ամբողջ կանաչին միանգամից տաք թանապուրի մեջ չեմ լցնում։ Մի մասը թողնում եմ, որ ավելացնում եմ մատուցելիս։ Այդպես թարմ կանաչու համը ավելի զգալի է։ 10 րոպե եփելուց հետո ավելացնում ենք 80-ից 100 գրամ սերուցքային կարագ, կանաչին և համեմում ենք աղով, անջատում ենք կրակը և կարելի է արդեն մատուցել թանապուրը։ Ցորենով պատրաստված թանապուրը շատ ավելի համեղ է, քան բրնձով կամ ծավարով պատրաստվածը, պարզապես մի փոքր ժամանակատար է։ Դե ինչ բարեկամներ, այսօր էլ ցորենով պատրաստվող մեր հայկական ավանդական սպասի այսպիսի հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։